Պատանի երկրապահը արժեք է, ազգային պետական արժեք։ Պատանի երկրապահը ապագային միտված ազգային հզոր ռազմավարություն է։ Պատանի երկրապահը վաղվա հզոր Հայաստանն է, վաղվա բարեկեցիկ և պաշտպանված Արցախն է։ Մենք պատանի երկրապահներս ընդունվելով Հայաստանի Հանրապետության երկրապահ կամավորականների միության պատանի երկրապահ ակումբի շարքերը հանդիսավոր կերպով երդվում ենք անվերապահորեն կատարել մեզ վրա դրված բոլոր պարտականությունները, հրամանատարների կարգադրություններն ու հրամանները, ենթարկվել պատանի երկրապահ ակումբի կանոնադրությանը, սիրել հայրենիքը, հայոց բանակը, հանդիսանալ հայոց անկախ պետականության գաղափարակիցն ու մշտական պահապանը, ուսման մեջ լինել առաջավոր, դառնալ երկրապահի արժանի հերթով, հայոց բանակի արժանի զինվոր, եւ այսօր այստեղ հայոց մեծ եղերնի սրբադասված մեր բյուրավոր նահատակների հավաքական հուշարձանի առջև, եղբայրական գերեզմանների, մեր եռաբլուրի առջև երդվում ենք լինել մեր արդար իրավունքների պահանջատերը, ու թե դրժենք երդումը, թող պատժվենք կանոնադրության ողջ խստությամբ։ Երդվում ենք։ Այս կառույցի ստեղծման մտահղացումը երկրապահ կամավորականների միության հիմնադիր և հավերժ նախագահ, հայոց բանակի հիմնադիր և պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանին է։ Նա միշտ կրկնում էր, որ հայ երեխան դեռ դպրոցից պետք է ծանոթ լինի իր պատմությանը, իմանա ինքնով է, որտեղից է գալիս, ուր է գնում, իմանա ինչ առաքելություն ունի հայ ազգը։ Մեր մատաղ սերունդը պիտի դաստիարակվի ազգային գաղափարներով։ Պիտի ստեղծվի ինչ-որ կազմակերպություն, ես չգիտեմ կազմակերպությունը ինչպես կոչվի, բայց ինչ-որ օղակ, ինչ-որ կառույց պիտի ստեղծվի, որը որ պիտի դպրոցներում կարողանա իրականացնել գաղափարախոսություն։ Առաջին դասարանից մեր երեխան պիտի իմանա ինքը ով է, ինչ պատմություն ունի, ինչ պիտի անի և ուր է գնալու։ Պատանի երկրապահը հիմնադրվեց 1997 թվականին։ Այս կառույցի ստեղծումն իսկ ցնծություն էր հայրենասեր հայերի, հատկապես երկրապահների համար։ Սպարապետի ողբերգական վախճանից հետո մարտական ընկերների և Գրետա Մայրիկի հորդորով երկրապահ կամավորականների միության ղեկը ստանձնած Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը իր առաջնահերթ խնդիրն է համարում Սպարապետի ծրագրերի շարունակումն ու իրագործումը, Սպարապետի բոլոր իղձերի իրականացումը։ Եվ զորավար Մանվել Գրիգորյանն ամեն ինչ արեց երկրապահի պատանեկան ու երիտասարդական կառույցների կայացման համար։ Նրա անմիջական նախաձեռնությամբ և վերահսկողությամբ պատանի երկրապահի կառույցներ հիմնվեցին երկրապահ կամավորականների միության անխտիր բոլոր տարածքային բաժանմունքներում։ Երկրապահը ջանք ու եռան չի խնայում սենուններին հայեցի դաստիարակելու համար։ Պատանի երկրապահ կառույցով անցած տղաները դառնում են հայոց բանակի լավագույն զինվորներ և սպաներ։ Մշտապես երկրապահը շնորհակալագրեր է ստանում այս տղաների հրամանատարներից, զորամասերից, որտեղ ծառայում են երկրապահում կրթված, դաստիարակված զինվորականները։ Տասնչորս օրը մեկ
բարձրացնում ենք մարտական ներդաշնակության, որպեսզի կարողանանք մեր հայրենիքը պաշտպանենք, մեր հողը պաշտպանենք, հակառակորդի դեպքում նրանց ներխուժումը մեր հողերի ներսը։ Դե եկել ենք այստեղ պետք է բոլորս էլ պաշտպանենք ոգով, սրտով եւ յուրաքանչյուր ժամանակ պատրաստենք պատերազմի եւ մղվենք դեպի առաջ եւ պաշտպանենք մեր հայրենիքը։ Հայ ժողովուրդը անպայման կարող է հույսը դնել մեր բանակի վրա, մեր բանակն էլ ամեն ինչ անելու պաշտպանի հայ հողը։ Յուրաքանչյուր հայ մեջ կա հողը պաշտպանելու ձգտումը։ Դա մեր արյան մեջ է։ Միանշանակ կարող է մարտնչելու է եւ հաղթելու է։ Պատանի երկրապահ կառույցով անցած տղաներն ու աղջիկները դառնում են Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացի, պիտանի մարդ ազգի, պետության եւ իրենց ընտանիքների համար։ Երկրապահ կամավորականների միության առաջնորդ Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ Պատանի երկրապահին նոր որակ հաղորդվեց 2014 թվականից։ Պատանի երկրապահը պետական ճանաչում ձեռք բերեց։ Հաստվեց, որ երկրապահ պատանիներն ու աղջիկները պետության հոգացության ներքո են։ Դա ամրագրվեց երկրապահի եւ պետական կառույցների միջև ստորագրված փոխըմբռնման համագործակցության հուշագրերով։ Երկրապահի, Պաշտպանության նախարարության, Կրթության եւ Գիտության նախարարության միջև ստորագրված հուշագրի հիման վրա Պատանի երկրապահ հայրենասիրական ակումբներ բացվեցին հանրապետության բոլոր դպրոցներում։ Հուշագրեր ստորագրվեցին նաև արտակարգ իրավիճակների, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության, արդարադատության, սփյուռքի նախարարությունների, կադաստրի կոմիտեի, հաստաբանների պալատի հետ։ Այս կառույցների նաև ոստիկանության լավագույն մասնագետների եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու սպասավորների մասնակցությամբ երկրապահը հրամանատարած սերժանտական դասընթացներ է կազմակերպում Պատանի երիտասարդ երկրապահների համար։ Այստեղ պատանիները ոչ միայն շարային, կրակային պատրաստություն են անցնում, այլև հայրենաճանաչության կենթանի դասեր, առաջին բուժօգնության ցուցաբերում, արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու հմտություններ, ծանոթանում են մայր եկեղեցու պատմությանն ու ավանդույթներին, այցելում են հուշարձաններ, մասնակցում այդ հուշարձանների մաքրման աշխատանքներին եւ պահպանմանը։ Если կարողանանք արտիլակենք, տորմուզի նստենք, այ, դա կայսա է ձերն եք ասեմ ոնց ենք անում։ Տեսեք, հիմա բացում ենք, նորից այս միշտ փակում բացում ենք։ Ամեն դեպքում մենք միշտ անվտանգությունը մեր պահպանում ենք, երեխեք ջան։ Հիմա ձերքը լինում է ձեռնոցներով պարտադիր։ Լինում ենք ձեռնոցներով, որ չվարի շփման ժամանակ, սա շատ ուժը վարում է։ Հիմա մենք սա մի քիչ առաջալի, մի քիչ հոп միջի, հիմա ձգի հետ արի։ Զգում ես չէ արդեն դու պարանի ուժը։ Հոп, էսի։ Այդ բռնում ես այստեղից։ Հիմա տես, սա հələ բռնի այս հետևից։ Այս հետևից։ Դե հիմա ինչի ներքև, հա։ Քեզ հետի դեպի ներքև։ Տեսեք, ինքը չի գնալու, ոչ մի տեղ, ոչ մի ձև։ Դաշուն կլինի, չգիտեմ, ինչ որ հրազդենային վնասումը անցել է ձեր վնասել է ձեր թոքամիզը։ Երբեք այս հիվանդը չի պարկում, անպայման նստած։ Մի ձեռքը, էլի խաչաձև աթոռը գրկում եք, խաչաձև գրկում եք աթոռը։ Լավ կլինի, որ դու նրանց ֆիքսվես, որ նրանք կարողանան չէ, սա պետք չի, խանգարում է։ Ձերքերը ուսերից, մի վարկյան, աթոռը կարող եք դիմացից բռնել, այսպես դիմացից բռնել, գնացիք, բարձա, 1, 2, 3, դարձյալ 3 հաշիվը պահում եք, որ դուք հավասար բարձրացնեք։ Սա է տեղափոխման մի տարբերակ։
Պատանի երկրապահները մասնակցում են երկրապահական բոլոր միջոցառումներին։ Շատ դեպքերում հենց իրենք են միջոցառումների կարևորագույն դեմքերը։ Սպարապետի ծննդյան օրը, օրինակ, Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի կարգադրությամբ հայտարարվել է Պատանի երկրապահի երդման օր։ Ողջույն ձեզ։ Շնորհավորում եմ Սպարապետի 50-ամյակի կապակցությամբ։ Նաև շնորհավորում եմ պատանիների երդման կապակցությամբ։ Այդ օրը պատանիները երդվում են տեր լինել պետությանը, մեր ազգի ապագային, հանդես են գալիս ցուցադրական ելույթներով, իսկ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի կարգադրությամբ բոլոր եկեղեցիներում անցկացվում են պատանի երկրապահների օրհնության կարգեր։ Ողորմած եւ մարդասեր Տեր, քո անչափ բարերար կամքով օրհնիր այժմ այս պատանի երկրապահներին, առաջնորդելով նրանց բարի գործերի եւ առաքինասեր վարքի, որպեսզի միշտ փառավորեն քեզ, որդուդ եւ Սուրբ Հոգուդ հետ միասին, այժմ եւ միշտ եւ հավիտյանս ավետինից ամեն, խաղաղություն ամենեցուն։ Տեր, օրհնիր պատանի երկրապահներին, փրկիր նրանց ցարի բոլոր փորձություններից, ուսունոտի պատրանքներից։ Տեր, օրհնիր եւ պարգևիր մարմնավոր կարիքների ապահովում եւ արդյունավորիր նրանց աշխատանքն ու վաստակը։ Օրհնիր նրանց, ինչպես օրհնեցիր Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, ու ինչպես Հոբ երանելուն, աճեցրու եւ բազմացրու սրանց ժառանգներով եւ ամենայն բարություններով, նրանց առողջ կյանք պարգևիր, առաքինի վար, համեստաբարո երջանկություն, որպեսզի կարողանան ուղիղ հավատով եւ աներկմիտ հուսով անսպաս աղոթել ամենամեծ տերությանը։ Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկես սերակայություն քո, Եղիցին կամքով, որպես երկինս եղեգրին, ըստած մեր հանապազոր, ուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մենք թողունքներով սպարտաբանած, եւ մի տանիրս մեզ իքոսություն, այլ փրկյաց մեզ իչարեն, սիքոյակայություն եւ զորություն եւ քաղաքավիտյանս ամեն։ Մենք, ընդունվելով Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության Պատանի երկրապահ ակումբի շարքերը հանդիսավոր կերպով երդվում ենք ենթարկվել Պատանի երկրապահ ակումբի կանոնադրությանը, անվերապահորեն կատարել մեզ վրա դրված բոլոր պարտականությունները, հրամանատարների կարգադրություններն ու հրամանները, սիրել հայրենիքը, հայոց բանակը, հանդիսանալ հայոց անկախ պետականության գաղափարակիրն ու պահապանը, ուսման մեջ լինել առաջավոր, դառնալ երկրապահի արժանի հետնոր, հայոց բանակի արժանի զինվոր եւ այսօր հայոց մեծ եղեռնի մեր բյուրավոր նահատակների հուշարձանի եւ եռաբլուրի առջև պարտավորվում ենք դառնալ պահանջատերը մեր արդար իրավունքների։ Ու թե դրժենք երդումը, թող պատժվենք կանոնադրության ողջ խստությամբ։ Երդվում ենք, երդվում ենք, երդվում ենք։
Պատանի երկրապահները կարևորագույն գործող անձանցից են երկրապահի օրվա միջոցառումների, ցեղասպանության օրվա հարգանքի միջոցառումների ժամանակ, բոլոր պետական, եկեղեցական կարևորագույն տոների, հանդիսությունների ժամանակ։ Պատանի և երիտասարդ երկրապահները ավագ ընկերների կողքին լիարժեք մասնակցություն են ունենում դեպի Արցախի և Հայաստանի սահմանամերձ բնակավայրեր երկրապահական ուխտագնացություններին, լինում են Քաջարի երկրապահների նահատակվելու վայրերում, ի պատիվ հերոսների կանգնեցված խաչքարերի մոտ, մասնակցում են զորավարի նախաձեռնությամբ Հայաստանի, Արցախի բոլոր տարածքներում կանգնեցված ջուղայի խաչքարերի կրկնօրինակների բացման, օծման արարողություններին։
ծանեմ և այսօր հարոտյանը կա փառավորեմ եկայք հավատացյալ երկրպագեսոք Քրիստոս է աստծոներով Պատանի երիտասարդ երկրապահների ուսուցման ծրագրերում տեսությունը գործնականում ամրապնդելու տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն ամառային ճամբարային հավաքները։ Ճամբարում համատեղվում են հանգիստն ու դասընթացները։ Իդեպ 2015 թվականից Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ 30 երկրապահն արդեն ունի ճամբարի սեփական տարածք։ Գեղարքունիքի մարզի Գեղատեսիլ անտառի 11 հեկտար տարածքի վրա։ Այստեղ կատարվել են անհրաժեշտ բոլոր աշխատանքները՝ գազաֆիկացում, էլեկտրաֆիկացում, ջրամատակարարում, տնակներ են տեղադրվել, ծառերի քանակն աստիճանաբար ավելացվում է, քաղաքակիրթ ճաշարան է կառուցվել և անցկացվել է կոյուղագիծ։ Ճամբարում դեռ ահռելի աշխատանք կա կատարելու, սակայն այն լիարժեքորեն պատրաստ է ամառային ամիսներին սպասարկելու եռասերունդ երկրապահի բոլոր պահանջները։ Երասերունդ երկրապահն ձերակցի կապակցությամբ շարված է զեկուցող ուսումնական մասի ղեկավար գեներալ մայոր Սաֆարյան։ Ողջույն ճամբար։ Ողջույն մեծար, 4 օրը, 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 4
զրահտեխնիկան ոչնչացնելու եւ հակառակորդի կենթանի ուժը ոչնչացնելու համար, նաեւ կծանոթանանք մարտական նռնակների հետ, F1 նռնակը մարտական պաշտպանողական եւ BRM նռնակը հարձակողական։ Ես ձեզ կբացատրեմ, որ բոլորդ իմանաք։ Սա էլ նախատեսված է հակառակորդի կենթանի ուժը ոչնչացնելու համար։ Եթե մենք գցեցինք 30 մետր, ինքը պայթեց, մենք չենք հասցնի այդ մի քանի վայրկյանում 10 մետր գնանք առաջ։ Ամենաշատ կգնանք 3-ից 4 քայլ։ Գցեցինք, շարժվեցինք առաջ։ Սա հարցակողական նռնակ։ Շուշի, պապիս կերտած քաղաք, Շուշի, հորս երկած քաղաք։ Դու իմ տատի նախշում պատկեր, իմ անուշ մոր հույսի պատեր։ Քեզ խլել է թուրքը մեզնից, քեզ խլել է բուքը մեզնից, բայց չեր մարել վար լույսը մեր, որ կդառնաս վար լույսը մեր, եւ սուրբ անվապ մեր պապերի, եւ սուրբ արիապ մեր հայերի, հիմա կրկի մերն ես դարձել, ու մեր արջև գիրկդ բացել, եւ զնգում են զանգերը ձիլ, եւ շպտում են աչքերդ բիլ, մենք քեզ պաշտող բալիկներդ, մենք քո բորող ծաղիկներդ, մենք հավատի ալիքը քո, պիտի կերտենք գալիքը քո, էլ ոչ մի օր, ոչ մի ժամի, մեզ չի կերի չար թշնամին, հայի ձերքով կերտված Շուշի, հայի արյամբ փրկված Շուշի։ Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս։ Մանվել Գրիգորյանը ծնվել է հուլիսի 14-ին, 1956 թվականին, գյուղ Աշալույսում։ Նա մասնակցել է Արցախյան ազատամարտին։ 1999 թվականից Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ։ Նա 2000 թվականին ստացել է գեներալ լեյտենանտի կոչումը։ Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից ոսկե արծիվ շքանշաններով, Երկրապահ կամավորական միության սպարապետ Վազգեն Սարգսյան շքանշաններով։ Եվ այդ ժամանակ Ադրբեջանը միանգամից անցավ հարձակման եւ Մարտակերտի ուղղությամբ արդեն վտանգ ստեղծվեց, որ Մարտակերտ շրջկենտրոն կարող են մտնել եւ այդտեղ արդեն մենք կարող ենք ասել հպարտությամբ, որ ադրբեջանական բանակի ուրեմն այս առաջ խաղացումը, այս հարձակումը կանգնացվեց շնորհիվ 5-րդ բրիգադի, որը գլխավորում էր Արցախի հերոս գեներալ Մանվել Գրիգորյանը եւ ընդհանրապես եթե մենք նայում ենք, միշտ Մանվել Գրիգորյանի գլխավորած ուրեմն բրիգադը զորամասերը տայել են այնտեղ, որտեղ ռազմաճակատի ամենադժվար կետն ա եղել, որտեղ նահանջ ա եղել, բերել են այդտեղ, որպեսզի կանգնացնեն եւ ուրեմն կարելի ասել 93 թվականի վերջից 94-ի հունվարի սկզբից ուրեմն 5-րդ բրիգադը փաստորեն նախ կանգնացրեց ադրբեջանցիների առաջ խաղացումը, այնտեղ քայլ առաջ գնացին եւ 5 ամիս շարունակ դաժան կարելի ասել արյունահեղ մարտերով ուրեմն առաջ գնացին եւ կորցնել է միշտ հեշտ է, ցանկացած բան կարելի է միանգամից կորցնել, բայց դա հետ բերելուց գրավել լինի, ինչ լինի, հետ բերելու համար ահռելի ժամանակ է պետք եւ հենց պատերազմական գործողությունները ցույց տվեցին, որ այն ինչ որ այն ժամանակ փաստորեն կորցրեցին 1-2 ամսում դրա մի մասը հետ բերելու համար 2 տարվա արյունահեղ փաստորեն պատերազմ պահանջվեց եւ մայիս ուրեմն ես այս հատված արդեն որպես ականատես ձեզ ասեմ 94 թվականի հունվարից մեր բրիգադը կարելի ասել գյուղ բարձունք այսպես քայլել է առաջ Անձինս ես շատ գոհ եմ Աստծուց կյանքից, որ հանդիպել եմ հանձինս մեր գեներալին Մանվել Գրիգորյանին, որ այդ ծանոթացել եմ պատերազմում։ Պատկերացնում եք, 48 անավը դա ուղևորներ ա տանում, զինվորական օդանավ չի որ։ Ձեզ ասեմ, իմ ինքնաթիռը 2 անգամ խփել են, 2 անգամ, մարտի 27-ին առաջ անգամ 92 թվականին, մեջները ձերպես պուճուր բալիկներ էին, 30-ից ավել։ Ռակետով խփեցին, 2 շարժիչը դուրս եկավ շարքից, բայց ես բերեցի Երևանում նստեցի։ Փառք Աստծո, դա վերջացավ։ Երկրորդ անգամ մայիսին 9 խփեցին, էլ 92 թվականին, այսինքն 41-42 օր հետո դա ավելի վատ էր, թևն էր վառվում, Սիսիանում եմ վայրեջ կատարել, բոլորը փրկվել են, ես եմ կանտուզիաստացել, ողնաշարս եմ ջարդել եւ այլն, այդքան բան չի։ Գիտեք, ինչ է ուզում ասել, կարևորը մարդ պետք է իր երկիրը սիրի, իր աշխարհը սիրի։ Երբ որ սիրում ես քո երկիրը,
դու կարողանում ես պաշտպանել։ Թուրքերը խիտ պարտվեցին, հասկանում եք, որովհետև իրանցը չէր։ Իրանցը չէր Ղարաբաղը, դրա համար էլ պարտվեցին, որովհետև իրանք իրանց հողը չէին պաշտպանում։ Ամռան վերջում պարտադիր պատանի երկրապահների ճամբար է այցելում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, անձամբ ծանոթանալու կատարված եւ շարունակվող աշխատանքների ընթացքին, գնահատելու պատանիների եւ աղջիկների պատրաստության աստիճանը։ Ողջույն ձեզ։ Ողջույն պետական։ Շնորհավորում եմ ձեզ ուսումնամարզական հավաքներն հաջողությամբ անցկացնելու կապակցությամբ։ Ուրա, ուրա, ուրա։ Հանրապետության նախագահի աջակցությամբ, զորավարի նախաձեռնությամբ տարիներ շարունակ իրականացվող ճամբարային գործընթաց Նարդենի շուրջն է համախմբում Երևան քաղաքի, Հանրապետության բոլոր մարզերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Սփյուռքի եռասերունդ երկրապահներին, ովքեր հաճելին համատեղելով օգտակարի հետ իրենց հանգիստն են անցկացնում այս հրաշալի վայրում։ Սերտում են երկրապահի հետ համագործակցության հուշագրեր կնքած կառույցների մասնագետների կողմից իրականացված դասընթացները։ Շփվում են պատերազմի բոհով անցած ավագ երկրապահների հետ, ծանոթանում մեր պատմության հերոսական էջերին ու պատմությունը հերոսական դարձրած հայրենիների անցած ճանապարհին։ Պատանի երկրապահն այսօր կայացած կառույց է, որի յուրաքանչյուր սան հստակ գիտակցում է, որ հայոց հող հայրենին սոսկ հողակտոր չէ, այն սրբացած է մեր հազարամյա հերոսների արյունով, իսկ մեր օրերում նաև արցախյան հերոսների։ Կառույցի յուրաքանչյուր անդամ պատրաստ է տեր կանգնել մեր երկրին, պահպանել նախնիների վաստակած հաղթանակը, անհրաժեշտության դեպքում զենքը ձեռքին կանգնել սահմանապահ զինվորի կողքին։ Ու այն, որ մենք օրեր անց տոնելու ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակները, աննկարագրելի հպարտության պահեր ենք ապրում։ Անկախություն, որը մեզ ոչ ոք չի նվիրել։ Մեզնից յուրաքանչյուրը գիտակցում է, որ այդ անկախությունը տարիների փորձությունների, բազում զրկանքների ու հերոսների կյանքի գնով է մեզ հասել, և մենք պարզապես իրավունք չունենք մոռանալ անցյալը, սխնանքներ գործած տղաների անունն ու կենսագրությունը։ Մենք վստահեցնում ենք, որ անկախություն, ազատություն արժեքները մշտապես արթուն կմնան մեր մեջ։ Վստահեցնում ենք, որ պատրաստ ենք շարունակել մեր ավագ երկրապահների ճանապարհը, խոսքը դարձնել գործ, որը կվերածվի մեր սերնդին առաջ մղող ու կյանքի տարբեր փուլերում նոր հաղթանակներ արձանագրող հզոր մի գաղափարախոսություն։
վստահեցնում եւ ավելացնում ենք։ Տարածքը, որտեղ երազանքներ ունեցող զինվորի արյուն է թափվել, այլևս լոկ հողակտոր չէ։ Մենք հպարտությամբ ու պատվով ենք հիշելու բոլոր անմահացածներին անուն առանուն, ու այդ երազանքներով լի հողը ոչ մեկին չենք հանձնելու։ Մեծարգո նախագահ, ինչպես զորավարն է ասում, կարևորը ոչ միայն ձեռք բերելն է, այդ ձեռք բերածը պահելն ու պահպանելը։ Վստահ եղեք, որ մենք կպահպանենք արյան գնով ձեռք բերածը։ Ձեր կողքին այսօր ձեր արժանի հետնորդներն են ու Հայաստան ու Արցախ աշխարհի հզոր պաշտպաններն են կանգնած։ Մեր հին սազի ողբանված լացակումած դարնեցի Արմաննման ծաղիգների ու վարդերի բույրը վարման ու նայիրյան աղջիկների Էսա չպում պարն է Պարոն նախագահ, օգտվոր այս դասին երեխաները ուսումնասիրեցին Աբրես և Բարգոնյոս առաքյալների Հայաստան բերած մասունքները, որոնք են այդ մասունքները, որտեղ են պահվում և որոնք են ցավոք այսօր չկան դերունեց եղավից
ազգային ազատագրական պայքար, հասանք Արցախ եւ դուք մտաք ներս։ Պատանի երկրապահն արդեն կարևորագույն օղակ է ոչ միայն երկրապահական եռասերունդ ընտանիքում, այլև պետության մեջ առհասարակ։ Եվ պատահական չէ, որ մեր պետության 25-ամյակի շքերթին խրող կեցվածքով մասնակցեցին ինչպես Արցախյան պատերազմի մասնակից երկրապահները, այնպես էլ պատանի երկրապահները։ Կյանքն ու առողջությունը ազգի զոհասեղանին դրած լավագույն հայրենիների օրինակով դաստիարակվող պատանի երիտասարդ երկրապահները չեն կարող հայրենասեր չլինել, չեն կարող լավ մարդ, լավ հայ չլինել։ Դա աքսիոմ է, սակայն դրանում համոզվելու հնարավորություն էր 2016 թվականի ապրիլյան պատերազմը։ Գեներալ լեյտենանտ ինժեներ պաշտպանական շրջանի թիկունքի գծօրտեղակալ Բոգնդապետ Թոմասյան։ Պարոն գեներալ ինժեներ պաշտպանական շրջանի հանդիպի պետ ենթազմակեշ։ Որոշը Այս պատերազմին Երկրապահ կամավորականների միության առաջնորդ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի կոչով եւ արյան կանչով մասնակցեցին ոչ միայն 1989 թվականից 1994 թվականների պատերազմի վետերան երկրապահները, այլև երիտասարդ երկրապահները։ Քիչ առաջ մի գեներալ կարճ ներկայացրել եմ օպերատիվ վիճակը, բայց հասցրել եմ նաև ասել հիշել մեր վերջի հանդիպումը ստագնացության հետ կապված հատուծի շրջանում եւ ես ավետ եմ ունեցել որակելու մեր կյանքը ովքեր ներկայ են հիշում են, ասել եմ մեր նվաճումներից մեկը կրանում է նրանով, որ այսօր մենք ունենք պատանի երկրապահներ։ Դե Աստծուն փառք իրոք ես հպարտանում եմ հայ զինվորով երիտասարդով, մանավանդ այսօր սահմանում կանգնած են 96-97 թվական երեխեք, ես պրոստո որ գայիք հետներս տանեմ տնայք, ես տենեմ ուրախանում եմ, այն երեխեքը դեռ որ մենք իրանց ծնողներին պաշտպանել ենք, դրանք են վաղ ծնված չեն, այսօր պաշտպանում են ինձ, իմ թոռներին եւ այլն։ Այնպիսի զինվորներ ունենք, որ ոչ մի ամենաթանկ տեխնիկա, ոչ մի ամենաթանկ գումարները ու նավթային ոչ մի բան չի փոխարինի, որ վստահ լինեն, որ մեր զինվորը իր ամանատարով շատ ուժեղ ու շատ խելացի ու շատ պատրաստված է։ Մեր զորավարի, մեր երկրապահ կամավորականների միության վարչության նախագահի Արցախի հերոս գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հետ գտնվում ենք Արցախում։ Այստեղ ենք, որպեսզի պահպանենք մեր սահմանները։ Մենք եղել ենք զինվորի կողքին, կանք եւ մնալու ենք զինվորի կողքին այնքան ժամանակ, ինչքան որ պահանջվում է։ Պատերազմ ենք գնում, բարով գնացեք, Վարդանի արյունը ձեր մեջ իմացեք, նոր կազմավորված հայոց բանակի, քարաջին զինվորներ, բարով գնացեք։ Ադամյան Ազատ, Գառնի երիտասարդ երկրապահների տարածքային բաժնի նախագահ, եկել եմ մասնակցելու երկրի պաշտպանությանը, մեզնից կրտսեր սերունդի կողքին լինելու, ավակ սերունդի հետ լինելու համար։ Նույն վայրում եմ ծառայել, ոնց որ
Այն ժամանակ եմ տեսել մեր տղեկին, հիմա էլ իրանց հետ մենք էլ միասին, ոնց որ մենք եղել ենք տենց պինդ, հիմա էլ տենց պինդ, ամեն ինչի պատրաստ ենք ու մինչև վերջել ամեն ինչ անելու ենք, որ սաղ մեր ուզածով մեր սրտով լինի։ Մեր բոլոր ժողովուրդը պարտական մեր հայ զինվոր։ Ես մի բան կասեմ, այս հերթ բանն է, պատասխանատունն է, ես առաջ անգամ սեն զինվորներ տենում։ Ես լուրջ եմ ասում։ Բոլոր զինվորներ։ Բոլոր զինվորներ, անխտիր բոլոր զինվորներ, սենց բոլոր պրոբլեմ չունի։ Վաղվա Հայաստանը հզոր է լինելու, հպարտ քայլելու է աշխարհի առաջադեմ պետությունների կողքին։ Բոլոր բնակավարներում հաղթանակներ են ունենալու, քանզի վաղվա Հայաստանի եւ Արցախի քաղաքացիները, վաղվա Հայաստանի եւ Արցախի տերերը այսօր երկրապահական ազգային կրթություն, դաստիարակություն ստացող պատանի երկրապահներն են լինելու։ Բազմահազարանոց կառույցի հրաշալի սաներն են, որոնք իրենց քայքով, կեցվածքով եւ հաստատակամությամբ նվաճեցին շքերթի մասնակիցների համար։ Ողջույն մայրաքաղաք Երևանի բոլոր տարածքային գաղութների պատանի երկրապահներին, դուք ամայն հայության մայրաքաղաքի անդամ եք, նրա ապագան կերպով նշանացնողը։
պատանի երկրապահներին, Շիրակի մարզի ավակ երկրապահները երկրաշարժի ցավը սրտերում գնացին պաշտպանելու հայրենի սահմանները եւ Արցախ աշխարհը, արժանի եղեք նրանց սրտանքներին։ Հրապարակում են Արագածոտնի մարզի պատանի երկրապահները, ողջույն ձեզ, սիրելի պատանիներ, հայրենիքի ապագա սիմվոլներ։ Պատանիներին, երկրապահ պատանիներին, ողջույն հատուկ նշանակության շոկատին։